Բացառություններ սահմանենք երկու անգամ հերթական ատեստավորմանը չներկայանալու պարագայում ուսուցչի ազատման մասով, պետք է հաշվի առնենք, որ խոսքը 2 տարվա մասին է։ 2 տարվա։ Եվ ես կարծում եմ, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք երեխաների հետ աշխատող մասնագետի մասին, 2 տարին կարճ ժամանակ չէ։ Եթե այնպիսի առողջական խնդիր է, որը 2 տարի անհնար է դարձնում ատեստավորման Նայեք, ինքը մի անգամ նախ այստեղ չներկայանալու մասին է, չներկայանալու, ոչ թե չանցնելու։ Դիցուք պիտի հերթական ատեստավորվի ուսուցիչը եւ չի գալիս ատեստավորման այդ գործընթացով անցնելու։ Դրանից հետո ունի եւս մեկ հնարավորություն 1 ամբողջ տարի, միջև է ունեցել 1 տարի, որտեվ ինքը արդեն տարեսկզբին գիտի իրեն ինչ է սպասում եւ հետո էլ ունենում է 1 տարի, որպեսզի նորից գա։ Եվ եթե 2 տարի ինքը շարունակ չի ներկայանում հերթական ատեստավորման, եկեք համաձայնենք, որ մենք լուրջ հարց ունենք մեզ տալու։ Այդ ինչ տիպի խնդիրներ պիտի լինեն, որ 2 տարի շարունակ մարդը չկարողանա օրենքով սահմանված գործընթացին ներկա լինել, որտեղ խոսքը մասնակցության մասին է։ Եվ ես կարծում եմ, որ եթե այդտեղ առողջական լուրջ խնդիրներ են, մենք ընդհանրապես պիտի հասկանանք, իսկ իր աշխատանքային պարտականությունները այդ պարագայում ինչպես է կարողանում կատարել, եթե այլևայլ խնդիրներ են, որևէ բան չի զրկում, մանկավարժական գործունեության իրավունքից չի զրկվում։ Այսինքն, եթե այդ պահին դուրս կգա, կկարգավորի իր խնդիրները եւ կգա ու կանցնի գործընթացը կմտնի դպրոց, այդ հնարավորությունը կա։ Իրականում մենք ուսուցչի մրցույթի կարգում հիմա որոշակի փոփոխություններ ենք նախաձեռնում, որպեսզի կարողանանք նաև սահմանափակել այն դեպքերը կամ առնվազն առավելություն չտալ այն մասնակիցներին, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, այդ հարցը իհարկե աշխատանքային օրենսգրքի շրջանակներում էլ է քննարկվում, այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ սա մի դրույթ է, որից մենք բացառություններ պիտի նախատեսենք, որովհետև ժամանակահատվածը տևական է եւ մենք չենք կարծում, որ որևէ օբյեկտիվ պատճառ կարող է լինել 2 տարի շարունակ այդ խնդիրները չկարգավորելու։